Ծովինար Վարդանյան համաձայն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես ուզում եմ, որ դուք ճիշտ է, հանձնաժողովի նիստին դուք արդեն իսկ այս մասին խոսեցիք, բայց ուզում եմ այստեղ էլ ավելի հստակ եւ մանրամասն տեղեկացնեք, որ այս պահին ըստ նախագծի Հայաստանի Հանրապետությունը 250 միլիոն ԱՄՆ դոլար գումար է ներգրավում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային հարցերը լուծելու համար։ Ես ուզում եմ դուք ասեք, ովքեր կարող են դիմել, մայր գումարի ինչ փոխհատուցում կամ աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունը, տոկոսի ինչ տրամադրում եւ աջակցություն է նախատեսում պետությունը եւ նաեւ խնդրում եմ նշեք արդյոք կա մայր գումարի ընդհանուր մայր գումարի վարկի սահմանափակում կամ բնակարանի գումարի սահմանափակում, կա արդյոք տարածքի սահմանափակում, այսինքն տեղայնության սահմանափակում եւ տոկոսադրույքների մասով մի փոքր, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ուրեմն ծրագրի շահառու կարող են դառնալ Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած ընտանիք, ով ձեռք կբերի քաղաքացիություն, աջակցության չափը կազմում է 3, 4 կամ 5 միլիոն յուրաքանչյուր անդամի մասով, այսինքն այդ թվում անչափահասի մասով, եւ եթե ընտանիքում նույնիսկ կծնվի հիմա երեխա եւ դիմելու պահին նոր ծնված երեխա կլինի, իրեն նույնպես կհասնի այս աջակցությունը, սահմանափակում բնակավայրի մասով չունենք, ունենք միայն Երևանի հետ կապված առաջին եւ երկրորդ գոտիները, բանկերի տոկոսադրույքը, եթե բանկը ֆինանսավորում է իր սեփական միջոցներից, կազմում է 13%, ինչը նաեւ կապված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ, որի փոփոխության արդյունքում կարող են նույնիսկ նվազել, եւ եթե վերաֆինանսավորված միջոցներով է, ապա 11% է կազմում եւ այս վարկը իրականացվելու է վերաֆինանսավորման ճանապարհով ազգային հիպոթեկային ընկերության միջոցով։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, այսինքն, եթե ընտանիքը, եկեք ես միջին գումարը վերցնեմ, հա, եթե ընտանիքը բաղկացած է օրինակ 4 հոգուց, ենթադրենք ծնողներ եւ երեխաներ, հա, հետեւաբար ընտանիքը մայր գումարի մասով ստանում է աջակցություն, եթե ճիշտ եմ հասկացել, 16 միլիոն դրամի չափով, եթե այդ գոտիում կախված բնակավայրից, դրա համար ես միջին գումարն եմ վերցնում, եւ դրան գումարած նաեւ կարող է դիմել բանկից եւ ստանալ վարկավորումը, այդ վարկավորման տոկոսագումարները ամբողջությամբ փակում է պետությունը։ Խնդրում եմ հաստատեք, եթե ճիշտ եմ հասկացել, եւ արդյոք կա բնակարանի գնի սահմանափակում կամ վարկի սահմանափակում, խնդրում եմ այս մասով էլ անդրադարձ։ Ուրեմն վարկավորումը կատարվում է տան ամբողջ արժեքի չափով եւ պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ մարում է այդ գումարը ըստ ժամանակացույցի, գումարած դրան դրա գծով հաշվեգրվող տոկոսադրույքները, ձեր վերած օրինակի դեպքում մոտավորապես 28 միլիոն կարժենա տոկոսագումարների հետ միասին պետության ծախսը, ինչի հետ կապված էլ այս վարկավորման անհրաժեշտությունը առաջանում է եւ մեր կանխատեսումներով մենք լրացուցիչ միջոցների կարիք կունենանք, այսինքն 26 թվականի առաջի եռամսյակում եւս 250 միլիոն դոլար համաշխարհային բանկի հետ բանակցություններով ներկայացնելու ենք ձեր դատին նոր համաձայնագիր, որը կրկին ուղղված է լինելու այս ծրագրի սպասարկմանը, սահմանափակում ունենք մեկ բնակարանի մասով մինչև 55 միլիոն դրամ, այսինքն 55 միլիոն դրամից ավել վարկավորումը չի իրականացվում, շնորհակալություն։